Արտավազդի համար խառանի աղետը թե սպառնալիք էր, թե հնարավորություն։ Մի կողմից այն փաստեց, որ Հռոմը ամենազոր չէ եւ որ պարթևներից պետք է զգուշանալ ոչ պակաս, իսկ գուցե նույնիսկ ավելի շատ։ Մյուս կողմից Արտավազդը բավականաչափ լավ էր ճանաչում հռոմեացիներին, հասկանալու համար, որ նրանք չեն ների այս պարտությունը։ Վաղ թե ուշ նրանք վերադառնալու էին եւ վայ նրանց, ով կհայտնվեր նրանց թշնամիների ճամբարում։ Հայոց արքան ընտրեց զգուշավոր քաղաքականություն։ Նա պաշտոնապես պահպանում էր բարեկամական հարաբերությունները Հռոմի հետ։ Ի վերջո նրա հայրը հռոմեական ժողովրդի բարեկամն ու դաշնակիցն էր, եւ այդ կարգավիճակը ինքնաբերաբար փոխանցվել էր Արտավազդին։ Սակայն միևնույն ժամանակ նա թշնամանք չէր հրահրում Պարթևստանի հետ։ Արտավազդն ամուսնացավ պարթևած Սարգայի դստեր հետ։ Դա դիվանագիտական ամուսնություն էր, միտված արևելյան սահմանի խաղաղության ապահովմանը։ Մեր թվարկությունից առաջ 44 թվականին Կեսարի սպանությունից հետո Հռոմը ընկղմվեց քաղաքացիական պատերազմների հորձանուտի մեջ։ Մարկոս Անտոնիոսը Կեսարի մերձավոր զինակիցը դաշնակցեց Օկտավիանոսի եւ Լեպիդոսի հետ, կազմելով երկրորդ եռապետությունը։ Անտոնիոսին բաժին հասավ արևելքը, կայսրության ամենահարուստ հատվածը, Եգիպտոսն իր ցորենով ու ոսկով, Սիրիան իր քաղաքներով, Փոքր Ասիան իր հնագույն թագավորություններով։ Դա փառահեղ ավար էր, սակայն Անտոնիոսը ավելին էր տենչում։ Նա ցանկանում էր նվաճել Պարթևստանը։ Անտոնիոսը հիմար չէր։ Նա տաղանդավոր զորավար էր, որը քաջ գիտակցում էր, որ ուղղակի ներխուժումը Պարթևստան պարզապես խելահեղություն է։ Անհրաժեշտ էր հուսալի հենակետ, աջակցություն եւ այնպիսի դաշնակիցներ, որոնք լավ կճանաչեին թե տեղանքը, թե հակառակորդին։ Մեր թվարկությունից առաջ 37 թվականին Անտոնիոսը հանդիպման հրավիրեց Արտավազդին։ Հռոմեացի եռապետը հմայիչ էր ու համոզիչ։ Նա խոսում էր Հռոմի եւ Հայաստանի միջև բարեկամության մասին, խոսում էր հաղթողներին սպասվող հարստությունների եւ փառքի մասին, որը պիտի բաժին հասներ Հռոմի դաշնակիցներին։ Արտավազդը լսում էր ու հասկանում էր, իր առջև թակարդ է։ Համաձայնել նշանակում էր երկիրը ներքաշել պատերազմի մեջ, որի ելքը ամենևին էլ կանխատեսելի չէր։ Մերժել նշանակում էր հարուցել Հռոմի զայրույթը։ Հայոց արքան փորձում էր գտնել ոսկե միջինը։ Նա համաձայնեց սատարել Անտոնիոսին, սակայն այդ աջակցությունը սահմանափակ էր։ Արտավազդը խոստացավ տրամադրել 16000 հետձյալ ու 7000 հետևակ։ Նա խոստացավ պարեն եւ կեր, սակայն Արտավազդը մտադիր չէր զոհաբերել իր ողջ բանակը։ Նա վտանգավոր խաղ էր խաղում, տալով այնքան, որ Անտոնիոսը չզայրանա, բայց ոչ այնքան շատ, որ հնարավոր աղետի դեպքում Հայաստանը կործանման եզրին հայտնվի։ Մեր թվարկությունից առաջ 36 թվականի գարնանը Մարկոս Անտոնիոսը ձեռնարկեց իր արշավանքը Պարթևստանի դեմ։ Նրա բանակը նահռելի էր, շուրջ 100,000 զինվոր, այդ թվում 60,000 հռոմեական լեգիոներ, 10,000 իբերական ու կելտական հեծելազոր եւ 30,000 դաշնակից զորքեր։ Սրան գումարվում էր նաև հայկական զորախումբը։ Սա արևելքում Հռոմի երբևէ հավաքագրած ամենամեծ բանակներից մեկն էր։ Անտոնիոսի ծրագիրը հնարամիտ էր։ Փոխանակ ուղղակիորեն միջագետքով անցնելու, ինչպես արել էր Գրասոսը, նա որոշեց շարժվել հյուսիսից Հայաստանի վրայով եւ հարվածել Պարթևստանի դաշնակից Ատրպատականին։ Գրավելով Ատրպատականը նա հենակետ կստանար հետագա գործողությունների համար։ Արշավանքի առաջին շաբաթները հաջող էին։ Բանակն անցնում էր հայկական տարածքով, որտեղ Արտավազդը ապահովում էր մատակարարումները։ Այնուհետև նրանք մտան Ատրպատական։ Անտոնիոսը պաշարեց մայրաքաղաք Փրասպան։ Քաղաքը լավ ամրացված էր, սակայն Անտոնիոսն ուներ պաշարողական մեքենաներ ու փորձ, թվում էր հաղթանակը մոտ է։ Սակայն շուտով ամեն ինչ ընթացավ այլ հունով։ Պարթևները մտադիր չէին բացահայտ ճակատամարտ տալ։ Նրանք կիրառեցին իրենց հայտնի մարտավարությունը, հեծելազորի հանգարցակի հարձակումները։ Նրանք թիրախավորում էին հռոմեական մատակարարման ուղիները։ Հռոմեական բանակը աստիճանաբար սկսեց սովի մատնվել։ Արտավազդի հայկական զորախումբը գտնվում էր բանակի թևում։ Եվ հենց այստեղ հայոց արքան կայացրեց ճակատագրական որոշում։ Տեսնելով, որ արշավանքը վերածվում է աղետի, որ պարթևները առավելություն են ստանում, իսկ հռոմեացիները խրվում են երկարատև պաշարման մեջ, նա հրամայեց հայկական զորքերին նահանջել։ Արտավազդը չանցավ պարթևների կողմը եւ չհարձակվեց հռոմեացիների վրա։ Նա պարզապես դուրս բերեց իր զորքերը դատապարտված արշավանքից, քանի դեռ հնարավոր էր։
Նրա տեսանկյունից դա ողջախոհ որոշում էր, սակայն Մարկոս Անտոնիոսը դա որակեց որպես դավաճանություն։ Երբ պարզ դարձավ, որ փարասպան չի հանձնվելու, իսկ պարթևները ավելի ու ավելի մեծ ուժեր են կուտակում, Անտոնիոսը նահանջի որոշում կայացրեց։ Սկսվեց իսկական արհավիրքը։ Հռոմեական բանակը հետ էր շարժվում թշնամական տարածքով, պարթև հետյալ աղեղնավորները հետապնդում էին նրանց։ Նետերի տարափը չէր դադարում արշալույսից մինչև մայրամուտ։ Լեգիոներները տապալվում էին հարյուրներով։ Վիրավորներին ստիպված էին լինում լքել։ Զինվորների շրջանում սկսվեց սով։ Նրանք ուտում էին խոտ, ծառի կեղև և ցանկացած գարշելի բան, որ կարողանում էին գտնել։ Ոմանք թունավորվում էին վայրենի բույսերից և մահանում տանջանքների մեջ։ Կարգապահությունը սկսեց քայքայվել։ Զինվորները դասալքության էին դիմում, հուսալով փրկվել միայնակ, սակայն պարթևները որսում էին նրանց և սպանում։ Անտոնիոսը փորձում էր պահպանել զորքի մարտական ոգին։ Նա ոտքով քայլում էր լեգիոներների հետ կողք կողքի, կիսում էր իր պարենը, սակայն նույնիսկ նրա հարիությունը չէին կարող փոխել այս աղետալի իրավիճակը։ Նահանջը տևեց 27 օր, ամեն օր բանակը հարյուրավոր զոհեր էր տալիս։ Երբ նրանք վերջապես հասցան հայկական տարածք, որտեղ պարթևները դադարեցին հետապնդումը, Անտոնիոսն ամփոփեց կորուստները։ 100 հազարանոց բանակից նա կորցրել էր շուրջ 24,000 զինվոր, գրեթե 1/4-ը։ Եվս հազարավորները վիրավոր էին, հյուծված ու բարոյալքված։ Սախարանի ճակատամարտից հետո պարթևների կրած հռոմեական երկրորդ մեծագույն պարտությունն էր, և Անտոնիոսին կավության նոխազ էր պետք։